Ծառուկյան Գագիկ Նիկոլաևիչը փորձանք էր, դիեզերական փորձանք էր եւ աղետ եւ չարիք հայ ժողովրդի եւ Հայաստանի պետության համար։ Չունենալով ոչ մի բան, որը աղերսունի ինտելեկտի մտածողության հետ, բայց ունենալով շատ փող, նա հասկացավ, որ քաղաքականությունը եկավ մտաբեր արոտավայր է, կարելի է հարացել, սեփական բիզնեսը առաջ տանել, դե ձեռի հետ էլ ժողովրդի մեջ փառք ու պատիվ վայելել, եւ նա հայտնվեց պարլամենտում առաջին անգամ մասնակցելով ընտրություններին։ Ինչ արեց նա պարլամենտում, գրեթե ոչինչ, քանի որ եթե մարդը չունի գաղափար քաղաքական, ինչն է նա իրագործելու, ոչ մի բան է։ Այդպես նա յոլա գնաց տարիներ շարունակ ունենալով պարլամենտում ֆրակցիաներ, երբեմն նախարարական պորտֆելներ, երբ կոալիցիա էր կազմում իշխող ուժերի հետ, եւ անցան տարիներ, եւ երբ պատուհասեց 2018 թվականը, Ծառուկյանը չունենալով քաղաքական գաղափար, չունենալով սկզբունքայնություն եւ տարական նամուս ու բարոյականություն, նա ինչ արեց, նա վերցրեց ու լեգիտիմացրեց Փաշինյան Նիկոլին, դիմացը ստանալով մի քանի նախարարական պորտֆել, որոնցից հետո շատ շուտ զրկվեց, նրան դուրս թափվեցին այդ կոալիցիայից, բայց հայ ժողովրդին պատճառելով այս ահռելի վնասը, Արցախի կորուստ, հայրենազրկում, շատ այլ բաներ։ 18 թվին նա նաև բավարարեց իր ոչ առողջ ամբիցիաները, ինչ-որ վրեժխնդրություն լուծեց Սերժ Սարգսյանի հանդեպ, թե ինչի չէ, պարզն է նա, որ հայ ժողովուրդը Փաշինյան Նիկոլ վարչապետով պետք է պարտավոր լինի եւ շնորհակալություն հայտնի Ծառուկյան Գագիկ Նիկոլաևիչին։ Բայց հետաքրքիրն այն է, որ Ծառուկյանները եզակի չեն Հայաստանում, դրանք կան բոլոր երկրներում։ Դա ծառուկյանիզմ եկեք անվանենք դրա ֆենոմենը։ Երբ ինչ-որ մեկը, ինչ-որ պարապությունից, թե փողի առատությունից, ինչ-որ ասում է գնամ քաղաքականությամբ զբաղվեմ, ու զբաղվում է, վայելում է քաղաքականության բերկրանքը, բայց պատասխանատու պահերին նրա կայացրած որոշումը կարող է ողբալի լինել Հայաստանի համար։ Շատ քչերը գիտեն, որ Ադոլֆ Ալոյզովիչ Հիտլերը 33 թվականի հունվարի 30-ին Գերմանիայի կանցլեր նշանակվեց Ծառուկյանի շնորհիվ։ Այն ժամանակ է Ծառուկյաններ կային Գերմանիայում։ Նախապատմությանը պետք է երկու բառով անդրադառնալ, որ պարզ լինի։ Ուրեմն 32 թվին Հիտլերը դիմում է ռեյխսնախագահ Գինդենբուրգին, որը փառավոր մարդ էր, առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, լուրջ զորավար էր, ֆելդմարշալ եւ այլն, դիմում է, թե դու տարիքով տղա ես, պարոն նախագահ, ինձ նշանակի կանցլեր։ Այնա թե չէ, դու անասուն ես, ես կանցլեր չեմ նշանակի, այնա թե ուրեմն պարոն նախագահ, ես կմասնակցեմ 32 թվականի նախագահական ընտրություններին եւ քեզ կհաղթեմ։ Դե սա էլ ասես դե մասնակցի չես հաղթի։ Եվ Հիտլերը պարտվեց Գինդենբուրգին 32 թվականի նախագահական ընտրություններին։ Բայց այդ ծերմարխու կոկորդը էլ բաց չթողեց։ Սես սրան շանտաժ անել, գնաց հայտնաբերեց, որ նախագահի որդին շատ ուժեղ կոռուպցիայով զբաղված, ինչ-որ եսի մինչերա թալան է եւ այլն, այս կոմենկոմ, դե սա է ծեր մարդ էր, Գինդենբուրգի տղայի հետ էլ է հանդիպում այդ կոռուպցիոները հետ, ասում է հորդ ասա ինձ
կանցլեր նշանակի, թե չէ վատ կլինի կշարունակեն մեսին բացահայտիչ գործողությունները։ Դե գիտեմ բուրն է, ինչ ասում, ասում մեկը 33 թվականի մարտ ամսին պարլամենտական ընտրություններ են, սրանք հաստատ մեծամասնություն չեն հավաքվի, նշանակեն երկու ամիս թողաշվարի տառալը կքաշի կգնա, բայց Հիտլերին ինչ-որ դրացի ձայներ էին պետք պարլամենտում, հենարան էր պետք, այսինքն կոպիտ ասած Ծառուկյաններ էին պետք, և այդ Ծառուկյանը հայտնաբերվեց, դրա անունը Գերմանիայի ազգային ժողովրդական կուսակցություն էր, կամ Գերմանիայի ազգայնական երկու ձևով են թարգմանում այդ կուսակցության անվանումը, ինչևէ, սրանք 3 փոշվեց ստացան Հիտլերից, ինչպես էր Ծառուկյանը Փաշինյանից, սրան լեգիտիմացրեցին և հունվարի 30-ին Հինդենբուրգը Հիտլերին նշանակեց Գերմանիայի կանցլեր։ Մարտի 5-ին, նույն 33 թվականի, Հիտլերը դարձյալ չհաղթեց ընտրությունները, 50% չհավաքեց, ով օգնության եկավ, նույն Ծառուկյանները, պլյուս դրանց ավելացան կաթոլիկները, տարբեր այլ ազգայնական կուսակցություններ, ինչևէ սրա դարձրին արդեն 100% լեգիտիմ վարչապետ, ռեյխսկանցլեր, որը թե ինչ արեց հետո բոլորին է հայտնի։ Հետո Հինդենբուրգի մահից հետո նա միավորեց կանցլերը և նախագահի պաշտոնները, հետո դարձավ այն ինչ կա, և բոլորից շատ դուժեցով Գերմանիայի ժողովուրդը։ Գերմանիայի բնաջնջվեց գերմանական գենոֆոնդը, երկիրը մասնատվեց, առելի քարը քարի վրա չէր մնացել Գերմանիայում, մի կողմից ռուսները ջարդեցին, մյուս կողմից անգլո-ամերիկյան դաշնակիցները, հսկայական մարդկային զոհեր, և այդ ամեն ինչը հնարավոր չէր լինի, եթե Գերմանիայում 33 թվականի հունվար ամսին չհայտնվեին Ծառուկյանատիպ տարրեր, առանց որոնց Հիտլերի կանցլերի կարիերան իրականություն երբեք չէր դառնա։ Ինչևէ, սա շատ վտանգավոր բան է, Ծառուկյանը և ծառուկյանիզմը չափազանց կործանիչ բան է ցանկացած ազգի համար, որովհետև եթե անլուրջ ես վերաբերվում ինչ-որ մի հարցի և դու պատրաստ չես այդ հարցով զբաղվելու, չունես ոչ գիտելիք, ոչ փորձ, ոչ մի հմտություն, դու անպայման կկործանես այդ ոլորտը ուրքիդդ խցկել ես։ Պատկերացրեք մեկը ինչ-որ որոշում է վիրաբույժ աշխատել, այն է կարդիո վիրավոր, պատկերացրեք ինչ կբերի նա այդ հիվանդի գլխին։ Լավագույն դեպքում կսպանի, չէ, լավագույն դեպքում։ Ինչևէ, և այսօր ռուսներն ասում են «Как гуся вода», այս մարդը նորից ընտրությունների է մասնակցում, նորից իշխանության է հավակնում, և ողբալին այն է, որ նա ունի զգալի էլեկտորատ, 5-10% դա էական չէ, էականն է նա, որ հայ ժողովրդի մեջ կան դրան սատարողներ, նա ունի բազմահազարանոց երկրպագուների բանակ։ Եվ կասկած չլինի ոչ մեկի մոտ, որ այս անգամ էլ Ծառուկյանը փորձանք չբերի հայ ժողովրդի գլխին, եթե նրա ձայներից ինչ-որ բան կախված լինի։ Ասել եմ 10 անգամ, 20 անգամ է կկրկնեմ մինչև քվեարկության օրը, բոլորը թող հասկանան վերջապես։ Դրան ձայն տալ նշանակում է ձայն տալ ժողովարդապետ Փաշինյան Նիկոլին, մի անգամից գնացեք Նիկոլին ընտրեք, բայց ոչ դրան, որովհետև եթե նրա ձայները, նրա մանդատները հավասարապես պետք եղան և Կարապետյանին և Փաշինյանին, հավատացեք, Ծառուկյանը կընտրի Փաշինյանի կողմը, որովհետև նրանք կզանգի ամերիկյան դեսպանի վարորդը, ինձ թվում է դեսպանն է
դրա մակարդակին չի իջնի, որ դեսպանը զանգի ամերիկյան, դրան մի բան ասի։ Կասի, որ ձայները տալու ես գործող վարչապետին։ Նա էլ վազելով կտանի կտա։ Ոնց որ տվեց 2018-ին նույնը կանի հիմա։ Եթե ասված չանի, գործը հասնի նրան, որ նա հավասարապես անհրաժեշտ լինի նրա այդ 5-10%-ը եւ Սամվել Կարապետյանին եւ Փաշինյան Նիկոլին։ Սա է Ծառուկյանը։ Սա է Ծառուկյանի ֆենոմենը քաղաքականության մեջ։ Բա եւ դրա համար հայ ընտրողը պետք է շատ լուրջ մտածի։ Այս անգամ գոնե հնարավորինս քիչ սխալվի։ Զգուշ մնացեք, Ծառուկյանները Գերմանիայի նման երկիր են կործանել, նացիզմի ձեռը տվել, հետո երկիրը փողը տվել։ Նույն Ծառուկյանները Հայաստանը կործանեցին, Փաշինյան Նիկոլին տվեցին Հայաստանը։ Վաղը Հայաստանը ամբողջությամբ կկործանեն։ Եթե սրանք հայտնվեն պարլամենտում, եթե ամենակարևորը օստրակիզմի չենթարկվի, չդատապարտվի, գոնե հանրային գիտակցության մակարդակով, Ծառուկյանն ու ծառուկյանիզմը որպես քաղաքական երևույթ։ Պետք է հստակ գիտակցել դա, պետք է հստակ գիտակցել եւ պետք է մերժել դրանց։ Բոլոր թափտպուկներին, ովքեր մտնում են քաղաքականություն, կոմերցիոն նպատակներ, կոմերցիոն շահեր հետապնդելիս կամ ինչ-որ իրենց անառողջ ամբիցիաների բավարարման համար, դրանք պետք է մերժվել։ Հուսանք հայ ընտրողը շատ քիչ կսխալվի հունիսի 7-ին 26 թվականի եւ երկիրը չի ենթարկի նոր փորձությունների, որոնց արդյունքը այս անգամ արդեն կլինի Հայաստանի Հանրապետության լուծարումը եւ հեշտական հայոց ցեղասպանությունը, Հայաստանի տարածքի հայաթափումը։ Առայժմ այսքանը, կհանդիպենք շատ շուտով, նորից կխնդրեի ձեզ բաժանորդագրվել իմ տելեգրամյան եւ յութուբյան ալիքներին։ Լավ մնացեք, կհանդիպենք։